Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել բաժնի քրեական հետախույզներն ու փրկարարներ։ Պարզվել է, որ այրվում է Մասիսցի 36-ամյա տղամարդու Հոնդա Ակորդը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը թարմ հետքերով բացահայտվեց։ Պարզվեց, որ նոյեմբերի 12-ին ժամը 18:50-ի սահմաններում Մասիսի 32-ամյա մի բնակիչ նախկինում ունեցած հարցերի համար վրեժխնդիր լինելու նպատակով բենզինով փորձել էր այրել 36-ամյա համաքաղաքացու մեքենան։ Նոյեմբերի 13-ին բաժնի քրեական հետախույզները մեկնել են 32-ամյա տղամարդու բնակարան։ Ոստիկաններին տեսնելով նա ոչ ադեկվատ վարքագիծ էր դրսևորել, ապա մտել էր լոգարան եւ ածելիով վնասել դաստակները։ Ոստիկանները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, այնուհետև ձերբակալել են նրան ու տեղափոխել բաժին։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։